1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, տեսուչի կալանավորում, հավելագրումների, թերգրանցումների փաստեր, հետ Փակbaşներ իրական ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացրեց վերջին շրջանում հայցում հայտնաբերված խախտումները։ Նիկոսիայում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մշտական քարտուղար Թեոդորա Կոստանտինիդուի ղեկավարությամբ կայացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տակտիկ զարգացումները Եվրամիության խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են Վրաստանի զարգացումներով եւ այդ մասին տեղեկացրել են վրացական կողմին։ Նա նշել է, որ Եվրատլանտյան տարածքում ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է հայտարարել իր ցանկության մասին ապահանցնել սահմանված գործընթաց։ Միևնույն ժամանակ Ռյուտեի խոսքով Վրաստանի հետ կապված պատրանքներ չկան։ ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում փակ հանդիպում կունենա ռուսաստանյան պաշտոնյաների հետ ներկայացնելու ԱՄՆ-Ուկրաինա վերջին բանակցություններում ձևավորված խաղաղության վերանայված նախագիծը։ Հանդիպմանը չեն մասնակցելու ոչ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ոչ էլ մյուս ամերիկացի բանակցողները։